Ռուսաստանը կպահպանի նորմալ հարաբերությունները Հայաստանի հետ, ինչ ուղղել, որ նա ընտրի Պուտինի հայտարարությունը։ Նախորդ տարվա ապրիլի համեմատ այս տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը ավելացել է 39%-ով։ Երիտասարդների կողմից էներգետիկ ըմպելիքների օգտագործումը զգալիորեն աճել է, ինչ մտահոգություններ ունեն առողջապահության ոլորտի պահապանները։ Լուսաբացին մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքում վրաերթի է ենթարկել 49-ամյա հետիոտնին։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Ռուսաստանը կպահպանի նորմալ հարաբերությունները Հայաստանի հետ, ինչ ուղղել, որ նա ընտրի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պուտինը։ Նրա խոսքով Ռուսաստանը Հայաստանին միայն մեկ խնդրանք ունի հնարավորինս շուտ անցկացնել Եվրամիության վերաբերյալ հանրաքվե։ Հայ մասնագետները նկատում են, որ Ռուսաստանը օրըստօրե խստացնում է հռետորաբանությունը, ինչ զարգացում կունենա այն ապագայում ժամի անդրադարձը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի որոշումը օրենսդրական մակարդակով պաշտոնապես ձևակերպել Եվրամիության անդամակցության ձգտումները մտահոգություն է առաջացնում։ Մենք իհարկե մտահոգված ենք դրանով, երբ օրենք է ընդունվել, ոչ թե պարզապես խոսակցություն է, այլ օրենք։ Պուտինը սակայն խոստանում է, որ Ռուսաստանը կպահպանի բնականոն հարաբերությունները Հայաստանի հետ, անկախ երկրի ապագա ուղու վերաբերյալ որոշումից։ Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է համարում այդ Եվրամիության անդամակցության հարցի շուրջ հանրաքվե անցկացնել։ Մենք միայն մեկ խնդրանք ունենք դա անել հնարավորինս արագ, եւ վերջ մենք որևէ պահանջ չունենք։ Մենք կպահպանենք նորմալ հարաբերությունները Հայաստանի հետ անկախ նրանից, թե ինչ ուղով է նա որոշել գնալ։ Եթե միջին ընդունենք 35-ից 40 հազար տոննա զուտ ծիրանի արտահանում, գնացել է դա հիմնականում 99% դեպի ԵԱՏՄ շուկա, մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն։ Իսկ նույն ժամանակահատվածում Եվրոմիության երկրներ գնացել է 2023 թվականին 62 տոննա ծիրան, 24 թվականին թե 25 թվականին 5 տոննա, 8 տոննա։ Պուտինը հայտնել է, թե ինքը որևէ վատ բան չի տեսնում Փաշինյանի հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից դեպի արևմտյան չափանիշներ կողմնորոշվելու մեջ։ Политические силы, которые стоят за действующим премьер-министром. Գործող վարչապետի հետևում կանգնած քաղաքական ուժերը վաղուց են դա ասում։ Նրանք դա անում են բացահայտ։ Իրականում դրա մեջ որևէ վատ բան չկա։ Նրանք կողմնորոշվում են դեպի ինչ-որ արևմտյան չափանիշներ, եվրոպական չափանիշներ։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ինքնիշխան երկիր, ինչպիսին է Հայաստանը, իրավունք ունի ընտրել ինչ-որ չափանիշներ եւ գործընկերներ, որոնք համարում է առաջնահերթ եւ արժեքավոր երկրի զարգացման, անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման, ինչպես նաեւ տնտեսության համար։ Հայաստանը ըստ էության կրկնում է Ուկրաինայի 2013-14 թվականների փորձը։ Պետք է լրջորեն մտածել, որպեսզի չկրկնվի այն, ինչը տեղի ունեցավ Ուկրաինայում։ Երբ որ այն ժամանակ Ռուսաստանն արկելեց Վրաստանի գինին, արկելեց Ուկրաինայի գյուղմթերքներ ընդանուր, սրանք արագ ձեռքու ոտ ընկան նույն Եվրոմիության հետ մեկտեղ, տարբեր գումարներ տրամադրեցին, տարան դեպի Եվրոպա։ Եվրոպայի ֆերմերներն էլ հելան բունտ ու ցույց էին անում, որ ոնց կարա այդ ձեր ասած նորմալ սերտիֆիկատ չունեցած, նորմալ որակ չունեցած ապրանքը բերել եք Եվրոպայում, եվրոպական ընդիր ապրանքները չի ծախում, այդ էժան ապրանքը բերել եք սուբսիդիա եք տալիս, այսինքն դա ժամանակավոր է։ Իդեպ Ռուսաստանից այսպիսի մեսիջներ եւս ուղղված են Հայաստանին։ Այն է Հայաստանը Ռուսաստանին խնդրել է Եվրասիական տնտեսական միությանը միանալ։ Ըստ Պուտինի, սակայն մի շարք տնտեսական ցուցանիշների հիման վրա Հայաստանն այնքան էլ չէր ներգրավում ընդհանուր պատկերում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել, տուրիստների ներհոսքը ավանդաբար Ռուսաստանից է։ Մասնագետները սակայն մտահոգ են Ռուսաստանի հետ լարվածությունը արդյոք չի ազդի զբոսաշրջային հոսքի վրա։
2026 թվականի ապրիլին 2025-ի ապրիլի համեմատ Հայաստանում գրանցվել է զբոսաշրջիկների թվի 39% աճ։ Կառավարությունում վերջերս հրապարակեցին այս տեղեկությունը։ Նշվեց մեկ այլ տվյալ եւս՝ Հայաստան եկող զբոսաշրջիկների դիվերսիֆիկացիա է տեղի ունեցել, այսինքն տուրիստներ են սկսել գալ Հայաստան տարբեր պետություններից։ Եթե 2023 թվականին մեր ընդհանուր զբոսաշրջիկների մեջ Ռուսաստանի Դաշնությունից եկողները այս նույն ժամանակահատվածում հունվար-ապրիլ եղել են 52%, ապա հիմա 36։ Հենց Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թվի աճել ունենք, չէ՞, ինքը իրանը։ Այո, եւ Այսինքն տեսակարար կշիռը նվազում է, բայց բացարձակ թիվը ավելանում է։ Օրինակ նշել, որ անցած տարի ենք Ռուսաստանի դեպքում եղել 36%, բայց եթե անցած տարի 183,700 է եղել թիվը, այս տարի արդեն 245,178։ Իրականում մասնագետներն այստեղ մատնանշում են մի կարևոր հանգամանք՝ երկիր մտնող եւ 24 ժամ երկրից դուրս չեկող ցանկացած անձ, այդ թվում Հայաստանը որպես տրանզիտ պետություն օգտագործողներն իրականում համարվում են զբոսաշրջիկ եւ ընդգրկված են այս վիճակագրությունում։ Բացի այդ, մեծ է նաեւ Հայաստան եկող աշխատանքային միգրանտների թիվը։ Եթե այս երկու շերտը հանենք, դասական զբոսաշրջիկների գերակշիռ մասը միևնույն է՝ ռուսներն են։ Իսկ Ռուսաստանի հետ ներկայում թափ հավաքող տնտեսական դիմակայությունը սպառնում է հարվածել այս ոլորտին եւս։ Ռուսաստանից Հայաստան այցելող ռուս զբոսաշրջիկների հոսքի գերն նվազում է ակնկալվում առաջիկա ամիսներին, հենց տուրիստական սեզոնին։ Առայժմ պարզ չեն մեխանիզմները, բայց ինչպես հասկացանք, Ռուսաստանից նման հաղորդագրություններ արդեն արվել են։ Տուրիզմը առաջին հերթին դա ոչ թե հնա է, առաջին հերթին արտարժույթի հոսք է երկիր։ Արտարժույթի տուրիստական ծառայության արտահանում է դա իրենից ներկայացնում եւ արտարժույթի հոսքը շղթան փակվում է։ Մենք խնդրի առաջ ենք կանգնելու Հայաստանում արտարժույթի սովը սկսվելու։ Այստեղ դարձել կարող է խոսք գնալ տուրիստական հոսքերի դիվերսիֆիկացիայի մասին։ Խոսքը իրական տուրիստների, ոչ թե տրանզիտով երկրով անցնողների կամ աշխատանքային միգրանտների մասին է։ Հայկական տուրիզմը հիմնականում այսօր արդեն հենվում է ԱՊՀ երկրների տուրիստների վրա։ Եվրոպական երկրների տուրիստական հոսքերը առավելապես Հունաստան են վերջանում, Իսպանիա, Իտալիա, մեկ էլ աֆրիկական երկրներ։ Մասնագետների կարծիքով առաջիկայում Ռուսաստանի հնարավոր սահմանափակումների հետևանքները գուցե մեղմեն ներքին տուրիզմի հոսքերի ավելացման ուղղված քայլերը, այսինքն Հայաստանի քաղաքացիների միջոցով գուցե հնարավոր լինի նվազեցնել ոլորտի վրա բացասական ազդեցությունը։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Շարունակում ենք թողարկումը։ Ուկրաինան եւ Ռուսաստանը գերիների հերթական խմբերն են փոխանակել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով այսօր Ռուսաստանից հայրենիք է վերադարձել 185 գերեվարված զինծառայող եւ 1 քաղաքացիական անձ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ուկրաինական գերությունից վերադարձել է 185 ռուս զինծառայողներ։ Իրանի ռազմածովային ուժերն այսօր հայտնել են, որ նախազգուշական նպատակներով մի քանի հրթիռ եւ անօդաչու թռչող սարք են արձակել Օմանի ծոցում գտնվող ամերիկյան ռազմանավերի ուղղությամբ։ Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ Միացյալ Նահանգները ռազմական նավատորմը խոչընդոտում է Հորմուզի նեղուցում բնականոն նավարկությանը, առգրավելով բեռնատար նավերն ու նավթային լցանավերը։ Վերջին տարիներին երիտասարդների կողմից էներգետիկ ըմպելիքների օգտագործումը զգալիորեն աճել է, մտահոգություններ են առաջացել ավելորդ սպառման հետ կապված առողջության հնարավոր ռիսկերի վերաբերյալ։ Այս մտահոգությունները ներառում են սրտանոթային խնդիրներ, նյարդային համակարգի խանգարումներ եւ հնարավոր կախվածություն։ Ժամի անդրադարձը։ 22-ամյա Արտյոմի մտքով չէր կարող անցնել, որ սիրելի էներգետիկ ըմպելիքները մի օր իրենից կխլեն ամենաթանկ բաներից մեկը՝ քայլելու ունակությունը։ Facebook-յան իր էջում գրել է բժիշկ Հայկ Քոչարյանը։ Ես էլ էի խմում օրը 1 կամ 2 շիշ, նևրոզ ունեի ու թուլություն։ Ինձ թվում էր, թե բումը ինձ օգնում է, մինչև այն պահը, երբ սրտիս աշխատանքը արագացավ, սկսեց շունչս կտրվել, ավելի թուլացա, մի օր հավաքեցի ինձ, բժշկի գնացի, նևրոզս խորացել էր, բարեբախտաբար սիրտս առողջ էր, բայց երկար բուժվեցի։ Քրոջս պատկեր տղան, տալի տղան, 22 տարեկան էր, դրանից մահացան։ Լավ է, ջահելներին դաշ չի լինում։ Ամերիկյան առողջության ինստիտուտի տվյալների համաձայն վերջին տարիներին երիտասարդների կողմից էներգետիկ ըմպելիքների օգտագործումը թեև աճել է, սակայն առողջության հնարավոր ռիսկերով պայմանավորված ավելորդ սպառման հետ կապված մտահոգություններ էլ է առաջացել։ Չնայած անչափահասներին դրանց վաճառքն արգելվում է, մեկ է Հայաստանում դրանց սպառումը մնում է բարձր։
Երևանի պետական բժշկական համալսարանի առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական հերացի վերլուծական կենտրոնից նշում են, որ վերլուծությունները ցույց են տալիս զգալի տարածվածությունը եւ դրա հետևանքով կողմնակի բարդությունները, հատկապես սրտանոթային եւ նեյրովեգետատիվ համակարգերի վրա բացասական ազդեցությունը։ Մասնավորապես վերլուծության արդյունքում հայտնաբերվել է սրտի կանգի 9 դեպք, որոնցից 3-ն ավարտվել են մահվան ելքով։ Կրկնակի ազդեցությունների էթոլոգիան բացատրվում է այս ըմպելիքներին բնորոշ նեյրոխթանիչ հատկություններով, որոնցում կոֆեինը գերակշռող հատկանիշ է։ Կենդանիների վրա կատարված փորձարկումները ցույց են տվել, որ էներգետիկների ազդեցությունը մարդկանց եւ կենդանիների վրա համընկնում են։ Այս մտահոգությունները ներառում են սրտանոթային խնդիրներ, նյարդային համակարգի խանգարումներ եւ հնարավոր կախվածություն։ Հերացի վերլուծականից նաեւ նշում են, որ էներգետիկ ըմպելիքների օգտագործման աճը հատկապես երիտասարդների շրջանում վիճակագրական տվյալների համաձայն 1977-ից 2000-ականների ընթացքում հանգեցրել է կոֆեին օգտագործող երիտասարդների ու դեռահասների կողմից կոֆեինի ընդունման 70% աճին։ Մասնագետները հիմնվելով փորձարարական ու գիտական ապացույցների վրա առաջարկում են այս ըմպելիքների ավելի խիստ սահմանափակումներ։ Այնուամենայնիվ, մեծահասակների կողմից կոֆեինի առաջարկվող օրական չափաբաժինը 400 միլիգրամ է, 12-ից 18 տարեկան երեխաների համար 100 միլիգրամ։ Էներգետիկ ըմպելիքների օգտագործման ռիսկերի առաջացման նվազման նպատակով տարբեր երկրներ դրա սահմանափակման ուղղված տարբեր ծրագրեր են մշակում։ Օրինակ Դանիայում, Թուրքիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Լատվիայում, Ուրուգվայում, Իսլանդիայում գործում է դրանց օգտագործման բացարձակ արգելք։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Տաղավար կվերադառնանք կարճատև դադարից հետո։ Երիտասարդների կողմից էներգետիկ ըմպելիքների օգտագործումը զգալիորեն աճել է, ինչ մտահոգություններ ունեն առողջապահության ոլորտի պահապանները։ Լուսաբացին մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքում վրաերթի է ենթարկել 49-ամյա հետիոտնին։ Մետեո աշխարհ ինչպես կանցնեն շաբաթն ու կիրակին ավելին քիչ ուշ։ Շարունակում ենք թողարկումը։ Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ։ Այս մեգանախագիծը կապահովի այն հաշվարկային հզորությունները, որոնք անհրաժեշտ են արհեստական բանականության առաջատար համակարգերի մշակման, ռոբոտատեխնիկայի, ավիատիեզերական և կենսաբժշկական տեխնոլոգիաների, ինչպես նաև հաջորդ սերնդի խելացի հավելվածների համար։ Հայաստանում կառուցվող Firebird արհեստական բանականության մեգա նախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ։ Հրազդանի մերձակայքում ստեղծվող այս գերհամակարգչային կենտրոնը նախատեսված է Հայաստանը դարձնել Կովկասի տարածաշրջանի առաջատար արհեստական բանականության հանգույց։ Այսօր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներն ու լրագրողները առաջին անգամ այցելեցին կառուցվող տվյալների կենտրոն, մինչև դրա պաշտոնական գործարկումը։ Ինչու ենք մենք այդպես արագ գործել մեր գործընկերների հետ համատեղ, որովհետև սա է մոմենտումը։ Մեզ համար բացվել են դռներ, մեր պետության համար բացվել են դռներ։ 200,000 քառակուսի մետր տարածքում կառուցվող AI գործարանի առաջին փուլն արդեն ավարտական փուլում է։ Նախագծի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով ընդամենը 10 ամիս առաջ հայտարարված նախաձեռնությունն այսօր արդեն դառնում է Հայաստանի նոր տեխնոլոգիական տնտեսության հիմքերից մեկը։ Այս ինֆրաստրուկտուրան, որ այսօր ցուցադրում ենք, լինելու են վայրը, որտեղ որ տեղադրվելու են GPU-ները, 2 օրից 2 շաբթի օրը արդեն իսկ սկսելու ենք տեղադրումը GPU-ների եւ հուլիսի 15-ին կմեկնարկենք դատա կենտրոնի, AI կենտրոնի աշխատանքը, ինչը իրենով արդեն Հայաստանը կդասի տարածաշրջանում ամենամեծ GPU քանակներով ունեցող երկիրը, ինչով մենք իհարկե շատ հպարտ ենք եւ ուրախ ենք։ Կենտրոնում ներդրվել են աշխարհում առաջատար տեխնոլոգիական լուծումներ, ջրային ու օդային սառեցման համակարգեր, էներգամատակարարման հատուկ ենթակառուցվածքներ եւ մինչեւ 1 տերաբիտ վայրկյան թողունակությամբ կապի ենթակառուցվածք, որը տրամադրում է Team Telecom Armenian։ Firebird-ի կարևորությունը երկրի համար ոչ միայն բիզնես տեսանկյունից եմ համարում, այլ ստրատեգիական եւ Telecom Armenia-ի դերը այստեղ իհարկե շատ մեծ է։ Աշխարհահռչակային Nvidia-ն, Dell-ը եւ մյուս ընկերությունները, երբ որ դիտարկել են Հայաստանում իրենց այսպես ասած գործընկեր ընկերություն ընտրելու, Telecom Armenia-ն եղել է եզակին, ով
ունի այդ հնարավորությունը միջազգային կապուղիներ տրամադրելու, մենք այսօր ավելի քան 4 ուղղություններով Հայաստանից դուրս եկող կապուղիներ ունենք եւ դա ապահովում է հենց այն ստանդարտը, որը որ նման դատա ցենտրները ամբողջ դատա կենտրոնները ամբողջ աշխարհով պահանջում են։ Firebird-ի հաշվարկային հզորությունները նախատեսված են արհեստական բանականության համակարգերի մշակման, գիտական հետազոտությունների, ինժեներական մոդելավորման, ռոբոտատեխնիկայի եւ ավելի բարձր տեխնոլոգիական ոլորտների համար։ Նախագծի առաջին փուլում ներդրումները կազմում են $500 միլիարդ։ Firebird-ի առաջին փուլի պաշտոնական գործարկումը նախատեսված է արդեն այս տարվա հուլիսին։ Գնարիկ Պետրոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։ Վիճաբանություն եւ վրաերթ է տեղի ունեցել ներքին Չարբախում, ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ մի տղամարդ հաղորդում էր տվել, որ իրեն են մոտեցել քաղաքական ուժերից մեկի աջակիցները, առաջարկել նախընտրական ծրագրի բուկլետ, նա հրաժարվել է վերցնել, ինչից հետո սկսվել է վիճաբանություն եւ նրան հարվածներ են հասցրել։ Նա մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում վրաերթ է տեղի ունեցել։ Օրվա մյուս կարևոր նորությունները մեկ տեսաշարով։ Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիների համար աշխատանքային վիզաների տրամադրումը Հունգարիայի կառավարությունը այսօրվանից դադարեցնում է, հաղորդում է Reuters-ը։ Այդ երկիրը հայտարարել էր, թե հունիսից կդադարեցնի վիզաների տրամադրումը Եվրոպական միությունից դուրս գտնվող երկրների աշխատողներին։ Հունգարիայի խոշորագույն օտարերկրյա ներդրողներից ոմանք հայտարարել են, որ հրավիրյալ աշխատողների ներհոսքի լիակատար դադարեցումը հարված կհասցնի ընկերություններին և ավելի լայն տնտեսությանը։ Ավագ դասարանների սովորողների համար սեպտեմբերից կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ։ Ծրագրի նպատակն է բարձրացնել սովորողների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ։ Խմբակի մասնակցությունը 12-րդ դասարանում կարող է հանդիսանալ նաև վարորդական իրավունքի քննության համար նախապատրաստական դասընթաց։ Լուսաբացի Մավան երգով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Գազ 283 մակնիշի բեռնատարը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կիլոմետրի հատվածում վրաերթի է ենթարկել 49-ամյա հետիոտնին։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ֆոտոլրագրող Շամշյանը փոխանցում է, որ սևանցիները վրաերթի վայրը համարում են դժոխք, քանի որ այդ հատվածում հաճախակի են լինում վրաերթեր, այդ թվում Մավան երգով։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Իսկ թե ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում կպատմի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն փոփոխական երկնքով։ Տեղումներ սպասվում են առավելապես հյուսիս-արևելյան գոտիներում, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 18-ից 22 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 26-ից 30, Լոռիում 20-ից 24, Տավուշում 23-ից 28 աստիճան, Հարերատում, Արմավիրում կդիտվի 26-ից 30, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 28-ից 31, Սյունիքի նախալեռներում 18-ից 23 աստիճան։ Երևանում տեղումներ սպասվում են երեկոյան, այս գիշեր 13-ից 15, ցերեկը 28-ից 30, երեկոյան 20-ից 22 աստիճան։ Այս թողարկումից հետո դիտեք ընտրության ժամը հաղորդումը, այսօրվա հյուրն է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Արմենիայի ուղիղ եթերում նրա հոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։